Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իսագուլյան։ Հարգանքներս Նարեկ ջան, հարգանքներս։ Պարոն Իսագուլյան, տեսնում ենք Հայաստանում նախընտրականը արդեն պայքարը սկսել է, իշխանություն, ընդդիմություն, փոխադարձ մեղադրանքներ կան։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե Ծառուկյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը գան, ապա ամենաուշը սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ է լինելու, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի այդ ընդդիմադիր գործիչների խոսույթը տանում է նրան, որ խաղաղությունը իրենք վնասելու են, պահանջատիրական դիրքերից են խոսելու, ինչպես կմեկնաբանեք։ Ասեմ, որ ցավոք սրտի ես նույն թեզը տարվում էր նաև քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ 23 թվականին։ Եթե հիշում եք, 23 թվականին իրենք իրենց նախընտրական քարոզության մեջ ասում էին հետևյալը, որ եթե մայրաքաղաքում հանկարծ հաղթի ընդդիմությունը, ապա դա ուրեմն Ադրբեջանի կողմից կդիտարկվի, որ այլևս իշխանությունները թույլ են եւ սկսելու է պատերազմ։ Գիտեք, որ սեպտեմբերի 17-ին քաղաքապետարանի ընտրություններին երևի հենց այդ թեզի ազդեցության տակ ժողովուրդը ճիշտ է շատ փոքրամասնությամբ, բայց ձայները տվեց քաղաքացիական պայմանագրի կուսակցության տեխնացուի, ուրեմն Ավինյան դարձավ Երևանի քաղաքապետ, ընդամենը 2 օր հետո սեպտեմբերի 19-ին սկսվեց Արցախի նկատմամբ պատերազմական գործողությունները եւ մինչեւ ամսի 27-ը իրականացվեց մեծագույն ցեղասպանություն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Հիմա նույն տրյուկն են օգտագործում, կարծում եմ, այդ որ եթե հանկարծ չընտրվի Նիկոլը, ընտրվեն ուրիշները, պատերազմ է սպասում, դա բացարձակ սուտ է, որտեղ եթե ընտրվեց Նիկոլը, ապա այդ դեպքում պատերազմն անխուսափելի է։ Որտեղ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որով ըստ էության Նիկոլը Վաշինգտոնյան այդ փաստաթուղթը, Նիկոլը դրանով նաև Սյունիքը հանձնեց Ադրբեջանին, ինչպես 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում ստորագրելով փաստաթուղթ Արցախներ հանձնել, ես վստահ եմ, որ այդ տարածքի համար կսկսվի պատերազմ, Սյունիքը ըստ էության կդատարկվի, որտեղ Նիկոլը նման թույլ կարգավիճակով եւ պարտված լինելով հանդերձ չի կարող դիմակայել եւ որևէ կերպ չի կարող նաեւ կանխել պատերազմը։ Սա առաջին, իսկ երկրորդը, եթե նոր ուժ գա, նոր ուժ։ Խոսքը այս պարագայում բնականաբար միանգամայն նոր ուժի մասին է, դա ուժեղ Հայաստան, հայ, եթե չեմ սխալվում, թե մեր ձևով ո՞նց է հիմա կոչվում։ Ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան, ապա հավատացեք, որ դա մենակ այդ որ նոր մարդ է ընտրվում, դա առնվազն 2 տարով հետաձգելու է ցանկացած պատերազմ, որովհետև բոլորը եւ գերտերությունները եւ ուժային կենտրոնները փորձելու են հասկանալ, թե այդ նոր ուժը ով է եւ ինչ դիրքորոշում ունի տարբեր ուժային կենտրոնների նկատմամբ։ Ուստի այդ դեպքում պատերազմը բացառվում է, լրիվ բացառվում է։ Նիկոլի պարագայում արդեն աշխարհը գիտի ով է Նիկոլը, մարդ որ պատրաստ է ամեն ինչ զիջելու։ Ես վստահ եմ, որ Նիկոլի ընտրվելուց մի քանի օր հետո մենք ունենալու ենք նոր պատերազմ, ունենալու ենք անկախության հռչակագրի, այսպես կոչված, չեղարկում, որպես այդպեսին Հայաստանի բացառում, որպես ինքնուրույն սուբյեկտ։ Ես որ Նիկոլը այս տրյուկը օգտագործել է արդեն եւ կարծում եմ դա արդեն վառված փաստարկ է եւ այդ փաստարկը չի աշխատում, ես որ վստահ եմ, որ նոր ուժի պարագայում ընդհակառակը մենք կանխելու ենք այն պատերազմը, որ Նիկոլի ընտրվելու պարագայում անպայման տեղի է ունենալու։ Քոչարյանի վարչապետ դառնալը ինչու եք թերագնահատում եւ ինչու եք կարծում, որ Սամվել Կարապետյանն առավել մեծ շանսեր ունի։ Գիտեք, ես կարծում եմ ամենայն հարգանքով Քոչարյանի նկատմամբ ես որևէ խնդիր չունեմ, բայց Նիկոլին շատ ցանկալի է, որ իր մրցակիցը լինի Ռոբերտ Քոչարյան, որտեղ այդ դեպքում ինքը շատ հստակ կարողանում է խաղարկել
ներկաններ, անցյալներ, հա, նախկիններ, թալանչիներ եւ այլը, քանի որ քրեական գործեր կար, ոչ մեկս բան չենք, որ այդ թեզը անպայման օգտագործելու է Նիկոլը։ Հիմքեր կան Քոչարյանին թալանչի ասելու, թե ոչ, պարոն Իսագուլյան։ Ես այդ հարցին ամենևին չեմ անդրադառնում, այդ հարցի պատասխանը կարող եմ միայն տալ դատարանը, ես դատարան չեմ, որպեսզի նման վերդիկտ կայացներ, բայց այլ որ այդ շահարկումը շատ լավ օգնում է Նիկոլ Փաշինյանին եւ դա աշխատող տարբերակ է, ուստի միակ ուժը, որի հետ կապված նման, ուրեմն արտահայտություն, նման համեմատություններ չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, դա նոր ձևավորվող ուժն է։ Սամվել Կարապետյանի մասին չեք կարող ասել, որ նա նախկին է, չեք կարող ասել, որ նա թալանչի է, որտեղ այդ մարդը բացի բարեգործությունից Հայաստանի Հանրապետության համար ուրիշ գործունեություն չի ծավալել, նաև Արցախի համար եւ որևէ կերպ չի ասոցացվում նախկինների հետ, ինչքան աշխատել են նախկինների հետ, նույնքան աշխատել է սկզբնական շրջանում նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե իր աշխատանքը ուղղված է եղել հանուն Հայաստանի կամ հանուն Արցախի ինչ որ բարեգործություն անի։ Նրա հետ կապված էլ իշխանություններն արդեն թեզեր ունի, ռուսամետությունը ասում են Հայաստանը ծայրագավառ է դառնալու, ինքն էլ գուբերնատոր։ Հիմա տեսեք, ախր գիտեք, այդ թեզը շատ անտեղի են օգտագործում, Նարեկ ջան։ Հիմա անկեղծ լինենք, էլի, օրինակ, հանկարծ Աստված մի արասեն մեկը, օրինակ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ որ խոսած միանալ Ռուսաստան-Բելարուս միությանը, մյուս կողմից մենք օրենք ենք ընդունել, գործադիրով, ստորագրություններով միանալ Եվրոպական միության։ Հիմա բերեք համեմատեք, Եվրոպական միության պարագայում է պետությունը իր շատ ավելի լիազորությունները տալի կենտրոնին, թե Ռուսաստան-Բելարուս միության պարագայում։ Բավական է ցանկացած մարդ վերցնի այդ փաստաթղթերը ուսումնասիրի, կհասկանա, որ Եվրոպական միության պարագայում ըստ էության ամբողջական լիազորություններն են գնում կենտրոնին, որտեղ դու չես ունենում քո ազգային դրամը, չես ունենում շատ հարցերում ինքնուրույնություն, ոնց որ հիմա եվրոպական որոշ երկրներ, Բելարուսը հիմա ինքնուրույնություն ունի, պարոն Իսագուլյան։ միանշանակ այո, վերցեք այդ փաստաթուղթը նայեք, Նարեկ ջան, այդ դժվար չի։ Ամենայնպես Ներողություն, փաստաթղթերում լիքը սիրուն բաներ են գրած, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, փաստաթղթերով գուցե ամեն ինչ նորմալ է, բայց մենք գետնի վրա ուրիշ բան ունենք, Ռուսաստան, Բելարուս, այս միութենական պետությունում։ Հիմա գետնի վրա Հայաստանը ինքնուրույն ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխան չէ։ Ինչո՞վ, կարող եք ինձ բացատրել։ Ինչով ինքնիշխան չի։ Հոկտեմբերի 6-ին ստորագրեց փաստաթուղթ Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանով ինքը ինքնուրույն էր։ Օգոստոսի 8-ին ստորագրեց փաստաթուղթ, որով հստակ Սյունիքը հանձնվեց Ադրբեջանին։ Դա ինքնուրույն ինքնիշխան պետության փաստաթուղթ է։ Կներեք, ինչով է Սյունիքը հանձնվել Ադրբեջանին, որ ամերիկացիք պետք է այտեղներ դրում անեն, դա նշանակում է, որ Սյունիքը Ներողություն, որևէ ներդրման մասին խոսք գոյություն չունի, գոյություն ունի հետևյալ փաստը։ Սյունիքով պետք է անցնի ինչ-որ մի ճանապարհ, միջանցք, ինչ ուզում եք ասեք, անունը ինչ ուզում եք դնեք։ Բացառապես վերաբերում է հայկական տարածքի։ Հայկական տարածքի հետ կապված ինչ-որ խնդրում Ալիևի ստորագրությունը ինչի համար է դրված։ Դա նույնն է, ինչ որ Արցախի հարցում հոկտեմբերի 6-ին էլի կար Ալիևի ստորագրություն։ Երբ որ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Կարող եք ասել, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որը վերաբերվում է բացառապես հայկական տարածքի, ինչ գործ ունի Ալիևի ստորագրությունը։ Եթե այդ փաստաթղթում նույն կարգավիճակով, օրինակ, մեր Արարատի մարզից, հա, Սադարակից ճանապարհ գնար մինչև Մեղրի, Մեղրիով այդ ճանապարհը շարունակվեր, հետո գնար մինչև Դերբենդ, ռուսական սահման, եթե լինեին 3-ի ստորագրությունը, որևէ խնդիր չկա։ Բայց եթե հարցը վերաբերում է բացառապես հայկական տարածքի, իսկ օգոստոսի 8-ի փաստաթղթով վերաբերում է բացառապես հայկական տարածքի։ Ալիևը ստորագրությունը ընդեր ինչ կապ ունի։ 1, երկրորդ, Վենսը գալիս է Հայաստան,
Այդ Տրամպի ուղի է, տրիպի ուղի է, ինչ է կարևոր չի։ Դրա վերաբերյալ Նիկոլի հետ փաստաթուղթ չի ստորագրում, գնում է Ադրբեջան, Բաքվում, Ալիևի հետ այդ տարածքի հետ կապված փաստաթուղթ է ստորագրում։ Հայաստանի տարածքի հետ կապված փաստաթղթում Ալիևն ու Վենսը ինչի են ստորագրում։ Այսինքն, սրանք այդտեղ է որ մանիպուլյացիա կա։ Կա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ ձևականորեն գրված է ինչ-որ բառեր, բայց էությունը փաստաթղթի այն է, որ Սյունիքը հանձնված է Ալիևի, Ադրբեջանի։ Եվ Ալիևը, որ ասում է Միջանցք, իսկ Նիկոլը դա բերում է մինչև Վայոց ձոր, որովհետև ասում է երկաթգիծպտից տեղով ասի, հա, խողովակաշարները էներգատիկից տեղով, էլեկտրո էներգիան էս ինչ տարածքով։ Այնտեղ խոսքը գնում է բավականին մեծ տարածքի մասին, այսինքն կարելի ասել ամբողջական Սյունիքի մասին։ Սյունիքը օգոստոսի 8-ի փաստաթղթով հանձնված է Ադրբեջանին։ Մնում է դա իրացնել կարելի է միայն մեկ պարագայում, երբ որ երկրի ղեկավար մնա քաղաքացիական պայմանագիրը իդեմս Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Ռուսաստան-Բելարուս փաստաթուղթը վատն է, լավն է, փաստաթուղթը ուրիշ է, գետնի վրա ուրիշ է, դա գիտեք, Մենք էլ պետք է միանանք այդ միությանը։ ես որևէ բան չասեցի միանալու մասին։ Հարցնում եմ։ Ես ասում եմ, օրինակի համար, եթե մարդիկ հանկարծ դա են Բելարուսը ասում, հիմա ներողություն ազատ արտաքին քաղաքականություն է վարում։ ով Բելարուսը արտաքին միանշանակ այո։ Միանշանակ այո։ ինչպես է դա դրսևորվում։ Ոնց եք ուզում որ դրսևորվի։ Դապտի հացնել Բելարուս ժողովրդին, դապտի նայել իրանց բանակցությունների։ Բելարուսը Ռուսաստանի շնորհիվ մի փունջ պատժամիջոցների է արժանացել։ Հիմա Իսրայելը Ամերիկայի շնորհիվ Պարսկաստանի հետ պատերազմ է վարում, հետո ինչ։ Դե բացասական է այդ միությունը կոնկրետ պետության համար։ Թուրքիան, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին Արցախում պատերազմ հրահարեցին եւ այդ պատերազմում հաղթեցին, հետո ինչ։ Հիմա մենք ինչ, դեպի Թուրքիա Եվ ենք գնում։ ռուսներն ու ադրբեջանցիք իրար շնորհակալություն հայտնեցին, որ Արցախյան օպերացիան Ով ում ռուսական ինչ զենքերից է հայտնես Նարեկ ջան, դա մանիպուլյացիաները սովորական, նույնց եմ կրկնում։ Չէ, ներողություն, Պարոն Իսագուլյան, ներողություն, ի՞նչն է մանիպուլյացիա։ Շնորհակալություն հայտնեց, ասեց մենք սա արել ենք այդ թվում նաև ռուսական զենքերով։ Հետո ինչ։ Հետո ինչ որ ասում։ Մեզ դաշնակ Ռուսական զորքերը, զենքը, դա ռուսական զենքի, սովետական զենք է։ Դա սովետական զենք է։ Չէ, հապկան տամպետությունները ինչ բազմամիլիոնանոց պայմանագրեր ունեն Ադրբեջանի հետ այս անկախության շրջանում կնքված, ինչ հապկ, ինչ սովետ, էներգություն, ինչ սովետ։ Ինչ կապ ունի դա, Նարեկ ջան, ուզում քո ասացի իմաստը հասկանամ։ Մատակարարել են, չէ՞, Բելարուսը, Ռուսաստանը զենքեր են մատակարարել։ Բելարուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, բոլորն էլ մատակարարել են, ինչ կապ ունի դա։ Թուրքիան իմ դաշնակիցը չի, ընդհակառակը Հայաստանի թշնամին է։ Երբ որ Հայաստանում առաջարկեցին 20 թվականին ինչև պատերազմը, զորավարություններ հապկի Հայաստանում, որի ժամանակ նախատեսվում էր ուրեմն մի քանի միլիարդի զենքի ներկրում Հայաստան, որը պետք է թողնվեր Հայաստանին, քո իշխանությունները չեն համաձայնվել։ Եթե քո իշխանությունները ասեն, որ հապկը որևէ մասնակցություն չունենա որևէ գործողության, Նարեկ ջան, բաներ կան, որ ցավոք սրտի դուք չգիտեք, օրինակ պատերազմի հենց օրերին, երբ որ Ռուսաստանից գոնե իմ տեսածը, իմ ուղեկցածը, հա, 300 ՉՎԿ-ի մասնավոր ռազմական ընկերության ուրեմն մարտիկներ եկան Հայաստան, ես էի դրանց ուղեկցում դեպի Արցախ, երբ որ մենք արդեն Գորիսում էինք, Հայաստանի ազգային ժողովը օրենք ընդունեց, որով արգելեց օտարերկրյա ուրեմն մասնավոր ռազմական ընկերություններին Հայաստանում գործունեություն կամ Արցախում գործունեություն ծավալել։ Փաստա օրենք ընդունեց։ Եվ այդ մարդիկ վերադարձան իրանց երկիր։ Այսինքն, երբ որ մեկը ուզում է ձեզ օգնել, բայց դուք ձեր երկրում օրենք եք ընդունում, որ չի կարելի, թույլ չեք տալի, ո՞նց եք ուզում, որ այդ մարդիկ ձեզ օգնեն։ Նարեկ ջան, գիտեք, այս բառաբացները չիմանալը, այս չիմացությունը ժողովրդի մոտ, երբ որ իսկապես ուզեցել են օգնել, երբ որ ութատ բուխ
Ուզում էին համալիրները օգնեին, թող ճանաչեին, որ Ադրբեջանը ներողություն, եթե օրինակ ես բուկ համակարգեր եմ իջեցնում օդանավակայան, բայց այս երկիրը թույլ չի տալի, որ դրանք օդանավակայանից դուրս գան Էրեբունի։ Դուք ո՞նց եք ուզում մեղադրեք ինչ-որ մեկին։ Գիտեք, ես չեմ ասում եք, գիտեք, մեղադրում, ես հարց եմ տալիս, ես հարց եմ հարց տալիս, եք տալի, ես էլ հարցին պատասխան եմ տալի։ Այն ինչում դուք մեղավոր եք, դուք ինքներդ թույլ չեք տվել, որ արվի։ Ուրիշին մի մեղադրեք, որ չեն արել։ Պարոն Իսագուլյան, արեք ավելի թարմ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Խնդրեմ, Փաշինյանը մետրոյում վիճաբանության մեջ մտավ Արցախից բռնի տեղահանված տիկնոջ հետ, որտեղ ներկա էր նաև կնոջ անչափահաս երեխան։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանն ասեց, այսինքն, Ղարաբաղից փախածներդ ինձ չմեղադրեք Ղարաբաղը տալու մեջ։ դե գիտեք, խնդրեմ, օկտեմբերի 6-ը ստորագրել է Նիկոլը, բայց Արցախը տվել են արցախցիները։ Հիմա գիտեք, իհարկե ինքը հետո ներողություն է խնդրում այդ կնոջը, հրավիրում է անկեղծ զրույցի, ինքը իրան վատ է պահել։ Ինքը այս 8 տարի է ժողովրդի հետ վարվում է ոնց որ ներողություն, ոչ թե 3 միլիոն վարչապետների, այլ 3 միլիոն ստրուկների։ Միշտ էլ նույնն է եղել վերաբերմունքը։ Բավական է ասել մի բան, որը նրան անջատում է որոշակի կողմնակի ազդեցություններից, որ ամեն օր ինքը պարտադիր ընդունի, հենց անջատվում է այդ կողմնակի ազդեցություններից, ինքը իր իրական կերպարը ցուցադրում է։ Ես վստահ եմ, որ այդ գնացքի մեջ էլ ուղղակի երևի կողմնակի ազդեցությունների մատուցումը ուշացել էր, ինքը նորից դուրս եկավ ափերից եւ կնոջը, որը զոհված ազատամարտիկի դուստր է, փոքրիկ երեխայի ներկայությամբ այդ ամենավերջին տղամարդու նման իրան պահեց, չկարողացավ պահել նույնիսկ։ Հիմա ներողություն կխնդրի, չի խնդրի դրանք ամենևին երկրորդականին։ Սա է իրական Նիկոլը, պիտի հասկանալ դա։ Սա է Նիկոլը։ Դա է Նիկոլն է, որ ասում եմ, հանձնեց Արցախը, հանձնում է Սյունիքը, բայց փորձում է դրա մեջ ուրիշներին մեղադրել։ Պարոն Իսագուլյան, ազգային անվտանգության ծառայության տնօրենը նախորդ շաբաթ ազգային ժողովում հայտարարեց, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական KGB-ի գործակալ է եղել։ Սա ինչպես եք մեկնաբանում, ԱԱԾ տնօրենը անում է շատ սենսացիոն հայտարարություն, Հայաստանում երբևէ ես չեմ հիշում դեպք, որ ԱԱԾ տնօրենը ինչ-որ գործակալի անուն տա, եւ երկրորդ դրվագն էլ սրա այն է, որ ԱԱԾ տնօրենը լինելով ճիշտ է վարչապետին ենթակա կառույցի ղեկավար, բայց այնուհանդերձ ապաքաղաքական մարմին քաղաքական գործիչների խոսույթ է օգտագործում ամենայն հայոց կաթողիկոսին դիմելով Կտրիչ Ներսիսյան։ Դուք ինչ Գիտեք, քննարկական երբ կտաք։ որ ասում ենք ենթակա, ազգային անվտանգության ծառայության մասին կա օրենք, եւ այդ մարմինը Նիկոլի ենթական չի։ Օրենսդրությամբ ինքը ենթարկվում է իրար։ Դա չի նշանակում ենթակա։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Ցավոք սրտի այս Հայաստանում շատ քիչ է։ Դրանք ղեկավարվում են այն օրենքով, որը մշակված է եւ իրանք ունեն նաեւ կանոնադրություն, այդ կանոնադրությամբ։ Ցավոք սրտի Հայաստանում ինչ-որ շրջանից սկսված ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն համակարգի հետ կապ չունեցող մարդիկ, նշանակվում են այդ համակարգի ղեկավար, ընդ որում դա շատ սպეციფიկ համակարգ է, դա հասկանալու, գնահատելու եւ այլն համար, իսկ այն հայտարարությունը, որ արեց ԱԱԾ տնօրենը, բացարձակ անպատասխանատու հայտարարություն է, բացարձակ իրականության հետ որևէ աղերս չունեցող եւ զարմանում եմ, որ լրագրողները չպահանջեցին նրանից դա, որտեղ եթե ասել ես, ինչ-որ բան բացահայտել ես, ապացույցը ներկայացրու։ Գիտեք, հիմա ինքը շատ լավ հասկանում է, որ Սրբազանը, ռուսաստանյան թեմի առաջնորդը, չի կարող Հայաստան գա, որտեղ դրա նկատմամբ գործ կհարուցեն, կկալանավորեն եւ տարիներով այդ կալանքի հետ կապված խնդիրներ ունենան։ Մի հատ անեկդոտ հիշեցի, այդ ասեմ, հետո շարունակեմ, թե ինչ մեծ սխալ է արվել։ Դե նապաստակը փախչում է արագ, աղվեսը բռնում է, ասում է, ախպեր ինչ է, ասում է, դե թագավորը առյուծը հրամայել է, ով 3 հատ ձու ունի, հաշվում են, այդ մարդկանց սպանում են։ Ասում է, արա, բայց դու չես փախնում, չէ՞ որ դու 2 հատ ձու ունես։ Ասում է, այդ ցավը տանեմ։
հանում են, նոր են հաշվում։ Հիմա սրանք դրա մասին լսել են, բայց չեն հասկանում ինչ է դա։ Ինչ ասել է, օրինակ ինքը ոնց ինչ իրավունքով է հայտարարում, հիմա կարող էր Եզրասրբազանը իրան դատի տալ, սուտ մատության համար, եւ 100%-ով այդ դատը կշահեր։ Բայց քանի որ հայաստանյան իրականության մեջ սահմանադրություն օրենքները չեն աշխատում, ուրեմն այս մարդը իրան իրավունք է վերապահում սուտը որպես իրականություն ներկայացնել։ Հիմա լրագրողները կարող եք պահանջել, ասել պարոն ԱԱԾ տնօրեն, ուր է այն փաստաթուղթը, որով երևում է, որ Եզրասրբազանը գործակալ է։ ՀՊ-ի սիվիկով հրապարակել են, դա բավարար չէ։ Ուրեմն սիվիկով հրապարակել են իրանց մամանների կենսագրությունը։ Չէ, արեք այդ նման դաշ չմտնենք։ Չէ, ներողություն, բաժան, աղրտիստեղ ճիշտ հասկանա։ Հա, բայց Այդ չվիրավոր ենք փաստաթուղթը երևի մեկին։ չի կարող համարվել փաստաթուղթ, որով ապացուցվում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ կառույցի գործակալ է։ Գործակալը ինչ է, հիմա բացատրեմ, եթե պետք է, Արեգ ջան, որ հասկանամ։ Եթե բերեին մի փաստաթուղթ, որտեղ սևով սպիտակի վրա Եզրասրբազանի ձեռով գրված լիներ, որ ես իր աշխարհի կանոնը, հայրանուն ազգանունը, այսինչ բարդս, համաձայնվելով համագործակցել Խորհրդային Միության ՊԱԿ-ի հետ կամ ԿԳԲ-ի հետ, պարտավորվում եմ կատարել սա, եւ այդ ամբողջ պարտավորությունները գրավոր զեկուցել այսինչ կեղծանունով։ Եվ տակը գրում է իր կեղծանունը։ Այ եթե կբերեին այդ փաստաթուղթը եւ կապացուցեին, որ դա իրոք Եզրասրբազանի ձեռով գրված փաստաթուղթ է, դրանով կապացուցվեր, որ Եզրասրբազանը ՊԱԿ-ի կամ ԿԳԲ-ի գործակալ է։ Բայց նույնիսկ այդ պարագայում այդ մարդուն չես կարող մեղադրանք առաջադրել, որտեղ Խորհրդային Միությունը եղել է իմ հայրենիքը, ես անձամբ ծառայել եմ Խորհրդային Միության հատուկ ծառայություններում։ Պարոն Իսահակ, կներեք, մի դրվագ, ստեղ մի բան հարցնեմ։ Եթե անգամ, օքեյ, Խորհրդային Միությունը եղել է մեր հայրենիքը, ավելի ճիշտ Հայաստանը եղել է Խորհրդային Միության կազմում եւ ՊԱԿ-ը եղել է բոլորի, հա, հատուկ ծառայությունը, բայց մենք տեսել ենք, չէ՞, ԽՍՀՄ, ԿԳԲ-ն ինչպես է ճնշել հայ առաքելական եկեղեցուն, հոգևորականներին, ո՞նց կարող էր հոգևորականը օրինակ ցանկանար համագործակցել նման կառույցի հետ։ Ման Նիկոլի Պապիկը հայրական մեծ պատերազմում կռվել է։ Չգիտեմ։ Ասում են կռվել է, իքնել նկարը դրել է, որ կռվել է։ Ինչի է Նիկոլի Պապիկը հայրական մեծ պատերազմում կռվել։ Չէ՞ ծառայել Խորհրդային Միությանը։ Կենտրոնի հրահանգով բոլոր երկրներից էլ զորակոչել են։ Այսինքն հիմա զորակոչիկ այդ հայրենիքներ չէ՞ որ գնում ծառայում են։ Ուրեմն սա նրանք ովքեր ծառայել են Խորհրդային Միության տարիներին, պետք է ասենք քեք ծառայել Խորհրդային Միությանը։ Այդ ի՞նչ տրամաբանություն է։ Բոլոր ժամանակներում էլ հիմա օրինակ հայաստանյան իշխանությունները ճնշում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Հետապնդում են շատ ավելի դաժան, քան դա եղել է խորհրդային տարիներին, թուրքական իշխանության տարիներին, պարսկական իշխանության տարիներին, ռուսական իշխանության տարիներին։ Հիմա մարդիկ էլ կային դավադիր են ասում, տիրադավ են ասում։ Հիմա այդ 10-ի վաղը մեղադրեն, թե ինչ եք համագործակցել Նիկոլի հետ։ Այսինքն խնդիր չկա այդ համագործակցության մեջ։ Չէ, հարց եմ տալի ես։ Դուք չպետք է հարց տաք, դուք պետք է պատասխանեք։ Ինչին պատասխանեմ։ Ես ես պատասխանում եմ դրան։ Այդ դեպքում, երբ որ սրանք տիրադավ են, այսինքն իրանք օրինական գործունեության ընթացքում քաղաքական իշխանության պահանջով սկսել են պայքարը այն կառույցի դեմ, որտեղ իրանք աշխատել են, որում իրանք ծառայել են։ Հիմա ԱԱԾ տնօրենի հայտարարությունների հետ գործունեություն է ծավալում։ Հիմա ԱԱԾ տնօրենի Ինչ ժամանակ եղել է Խորհրդային Միության, Խորհրդային իշխանության տարիներին Կենտկոմին կից կար կրոնի վարձություն։ Այո, եւ այն ժամանակ համանadrությունը նախատեսում էր, օրենքները նախատեսում էին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վրաց ուղղափառ եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցին, չգիտեմ այն մյուսները բոլորը ենթարկվում են այդ կառույցին։
Եվ Պարոն ենթարկվել Իսագոյյան, են։ Ինչի մասին է խոսք։ շատ լավ։ Հիմա ԱԾ տնօրենի հայտարարությունը ըստ ձեզ ինչ խնդիրներ է առաջացնելու։ Նախ տնօրենը իրավունք ուներ նման հայտարարություն անել։ Առաջին, երկրորդ, անելուց առաջ պարտավոր էին փաստաթուղթ ներկայացնել։ Օրինակ դուք որպես լրագրող հիմա կարող եք հանգիստ ասել, որ ԱԱԾ տնօրենը սուտ է խոսում։ Որովհետև ինքը ձեզ որևէ փաստաթուղթ ներկայացրել է, որ իր ձեռագրով գրված Եզրատ Սրբազանի, որ ինքը այսինչ անուն ազգանուն հայրանով մարդը համաձայնվելով համագործակցել, չգիտեմ որ երկրի հատուկ ծառայությունների հետ պարտավորվում է իր իմացած տեղեկությունները ուրեմն ներկայացնել եւ զեկուցել այսինչ կեղծանունով։ Դες փաստաթուղթ դուք տեսել եք Նարեկ ջան։ Պարոն Իսագոյյան, բայց դուք ինչ որտեղից տենց լավ տիրապետում եք, թե գործակալին Բա փոխ են ես դառնում։ գործակալներ եմ ունեցի, ես այդ համակարգում աշխատել եմ։ Ինչ պաշտոն եք զբաղեցրել։ Հիմա կարևոր չի իմ պաշտոնը, դա էլ գաղտնիք է առաջնաց։ Բայց բոլորն էլ գիտեն, որ ես Դուք ծառայել մարդկանց եմ, հավաքագրել պարտել եք։ եմ ծառայության համար։ Դուք հավաքագրել եք մարդկանց։ Այո, շատ շատերի։ Այսօր Ներքաղաքական գործող նաև շատերին, այսօր էլ են գործում։ որտեղ են գործում։ Հիմա այդ էական չի, բան Նարեկ ջան։ Քաղաքական դաշտում նկատի ունեմ։ Եվ քաղաքական, եւ տնտեսական, եւ բոլոր դաշտերում։ Ինչ նպատակով Եվ եք կուսակցական։ գործակալների հետ համագործակցում։ Ինչ է։ Ինչ նպատակով եք գործակալների հետ համագործակցում։ Ոստե։ Առանց ուրեմն այդ գործակալական ցանցը ձեր մոտ նես բան տպավորություն արա։ Գործակալ կային հատուկ նշանակության գործակալներ, որոնց գործնեությունը շատ ավելի արժեքավոր էր, քան միլիոնավոր մարդկանց կատարած աշխատանքը։ Օրինակ, ճիշտ է, այդ հատուկ նշանակության գործակալները, ձեր քարտեզիկով, որ խորհրդային միությունում հայտնվեց, ենթադրենք, բան ատոմային զենքը։ Այդ մարդիկ, որոնց հետո իրանց երկրներում դատեցին, գնդակարեցին, այդ մարդիկ միսիա են ունեցել եւ կատարել են։ Իսկ նրանք, ովքեր նրանց երկրի դերսում են, եւ օրինակ հիմա մեր ԱԱԾ բոլոր ԱԱԾ աշխատակիցները ունեն իրաց գործակալները։ Եվ դրանցից շատերը արժանի են հերոսի կոչման, կարող է նրանց գործունեությունը, նրանց հայտնած տեղեկատվությունը, այն կարգի երևույթ է կանխել, որ արժե որ այդ մարդը արժանանա հերոսի կոչման, այդ մարդիկ անկեղծորեն ծառայում են իրանց հայրենիքին։ Դուք այդտեղ վատ բանի չեք տեսնում։ Ներողություն եմ խնդրում Նարեկ քեզանից իհարկե, բայց գործակալը մենակ բան այդ ստորագրության գործակալ չի լինում։ Լինում է էության գործակալ, ազդեցության գործակալ եւ հատուկ նշանակության գործակալ։ Հիմա կներեք Նարեկ ջան, եթե որևէ մեկը գլուխ գովա, որ ինքը գործակալ չի, ես կարող եմ ասել, որ ինքը չարաչար սխալվում է։ Օրինակ չի բացառվում, որ դուք ազդեցության գործակալ եք, որը ոչ միտեղ ոչ ֆիքսվում է, ոչ գրվում է, ոչ նշվում է։ Հիմա եթե դուք ազդեցության գործակալ եք, ես դա գիտեմ։ Չէ, դուք սխալ Ճանաչելով գիտեք, ձեզ, դուք սխալ եւ ձեզ ինչ-որ եք։ բաներ եմ ասում, որը հետո դուք տարածում եք։ Դուք դառնում եք ազդեցության Չէ, գործակալ։ հիմա եթե ես հարցազրույց եմ վերցնում ձեզանից եւ դա տարածում եմ, դա չի նշանակում, որ ես Ես ազդեցություն չգիտեմ, ներողություն, դրա համար մի վերցա անմիջապես քո վրա է։ Հիմա եթե ես գիտեմ, որ ես ինչ լրագրողը, այս կարգի բան ունի։ Թուլություն, թերություն, ինչ ուզում ես ասա, առավելություն։ Եվ իր միջոցով ուզում եմ ինչ-որ բան տարածվի։ Քո կարծիքով այդ fake լուրերը, որ տարածում են, այդ fake-երը, որը այսօր կառավարությունը բացահայտ դրանց այնտեղ մի հատ էլ տղա կա, որ կառավարում է այդ fake-երի։ Fake-երը ովքեր են։ Դրանք ազդեցության գործակալներն են, որոնց նյութ է տրվում կեղծ, իրանք էլ այդ կեղծ լուրերը տարածում են։ Դրանք բոլորը գործակալներ են։ Մի տարբերությամբ, որ ստորագրության գործակալը իրոք ծառայում է իր հայրենիքին, ազդեցության գործակալը չես կարող ասել, թե ումն է ծառայում։ Հիմա Ռուսաստանը մի քանի տարի առաջ զեկույց հրապարակվեց 44-օրյա պատերազմից առաջ, որ Ռուսաստանը Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում գործակալներ ունի։ Դա այդպես է։ Ոչ։ Ինչ գիտեք։ Դե ասում եք ինչ գիտեք, փաստը ներկայացրել են Նարեկ ջան։ Մենք այդ նշանում է ազդեցության գործակալ, որի միջոցով ինչ-որ բաներ են տարածում։ Փաստը դուք
Չէ, Եզրափականի դուք հետ փաստ կապված ներկայացրեք, որ չկա, բայց ո՞նց կարող է Չէ։ Ռուսաստանը հզոր պետություն Հայաստանում գործակալներ չունենա։ Ո՞նց եմ կրկնում։ Ամերիկան էլ ունի, Ճապոնիան էլ ունի, Չինաստանն էլ ունի, Թուրքիան էլ ունի, Իսրայելն էլ ունի, Պարսկաստանն էլ ունի։ Դա այդպես հայտարարենք, հետո ո՞նց կլինի, որ Իսրայելը Հայաստանում չունենա։ Ո՞նց կլինի, որ Ամերիկայի նման հզոր պետությունը։ Դրանք հիմար խոսակցություններ են։ Եվ որ մեկի հետ կապված փաստ կա քրեական վարույթ, նշանակում է դա արդեն բացահայտված հանցագործություն է։ Իսկ որ հայտարարում են հանկարծ Եզրասրբազանը հիմա էլ օտար երկրի հատուկ ծառայությունների, դա կարող է ասել մենակ ապուշը, հիմար մարդը, խելացի մարդը տես բան չի կարող ասել, որտեղ եթե ինչ-որ մեկը օտար երկրի հատուկ ծառայության գործակալ է, դա դու որևէ ձևով չես կարող բացահայտել։ Եթե կոնկրետ այդ մարդուն չբռնես քո երկրի դեմ կատարած աշխատանքի բանով։ Բայց եթե մարդը ապրում է Մոսկվայում, աշխատում է Մոսկվայում, հանկարծ տեղից ինչ-որ մեկը ապրիորի հայտարարում է, դրանք ազդեցության գործակալներ են, որոնք այդ կարգի կեղծ ինֆորմացիաները տարածում են հասարակության մեջ։ Շնորհակալություն, պարոն Իսագուլյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ ուղղակի մի բան անպայման, Նարեկ ջան, իմ խնդրանքը որն է, որտեղ ցավոք սրտի ԱԱՑ տնօրենը կատարեց այդ հայտարարությունը, որ իրավունք ինքը չուներ, բառից իսկական իմաստով չունի։ Բոլոր եւ սահմանադրության եւ օրենքների բոլորի շրջանակներում պահանջել այդ մարդուց այն փաստաթուղթը, որով այդ մարդը իբրև թե հավաքը։ Ոչ թե այդ կտրոնը, որից ուզում եք վաղը ես 100 հատ տպեմ։ Այլ իր ձեռագրով գրված, ստորագրված փաստաթուղթը։ Այնպես որ ես կոչ կանեի ԱԱՑ այս համակարգից դուրս, բայց համակարգում անհայտ պատճառներով հայտնված տնօրենների չի կարելի կատարել հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն բարձրացնում այդ կառույցի հեղինակությունը, այլ այդ կառույցը դարձնում են ընդհանրապես գործիք օտարերկրյա եւ ներպետական թշնամիների ձեռքերում։ Շնորհակալություն, պարոն Իսագուլյան։